Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Թշնամին կրկին պղծել է օկուպացված Արցախի եղբայրական գերեզմանը։ Համացանցում հենց իրենք են կադրեր հրապարակել, որտեղ երևում է, որ միտումնավոր փորագրել ջնջել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը։ Որոշ տապանաքարեր էլ կոտրել են։ Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման վտանգի տակ։ Բազմաթիվ տեսանյութերում օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցիները կոչ են անում վերացնել այս հուշահամալիրը։ Այս քայլով Ադրբեջանը խախտում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որով կողմերը պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները, արգելելով դրանց ոչնչացումը կամ վնասումը։ Բաքվում ապօրինաբար պահվող հայերի խնդիրը ըստ պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի ոչ միայն մնում է օդում կախված, այլ օգտագործվում է Հայաստանի դեմ նոր քաղաքական, իրավական, քարոզչական, ռազմական գործողությունների պատրաստման համար։ Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, թե նրանք պետք է մշտապես գտնվեն հայկական պետության ուշադրության ու աջակցության ներքո։ Պատգամավորը շեշտել է, որ մինչև հիմա Ադրբեջանը հրաժարվում է նաև այնտեղ գտնվող հայերի իրական թիվը հրապարակել։ Թեև պաշտոնական մակարդակում որոշակի բարբերականությամբ հիշատակվում է Ադրբեջանում անօրինական պահվող հայերի հարցը, սակայն բավարար գործուն ջանքեր չեն գործադրում ոչ պաշտոնապես հաստատված 23 անձանց, ոչ էլ մեր այն հայրենակիցների մասով, որոնք ունեն անհետ կորացի կարգավիճակ, սակայն Ադրբեջանը նրանց Բաքվում գտնվելը չի հաստատում։ Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի հայրադարձման հարցը զուտ հումանիտար բնույթի խնդիր չէ, որոնց պաշտպանության հարցն ի դեպ ամրագրված է միջազգային իրավունքով եւ կոնվենցիաներով։ Այդ մարդկանց Ադրբեջանում գտնվելը, կեղծ դատավորություններով անցնելը, ՀՀ գործող վարչակազմի անօգնական վիճակն ու աղերսող պնդումները մեծ հարված են հավաքական հայի պատվախնդրությանը, ինքնությանը, պատմությանն ու բարոյարժեքային համակարգին։ Գրքերը չեն հանդարտվում Գյումրու ավականու մանդատների շուրջ, ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ղեկավարած քաղաքական ուժի։ Մեր քաղաքը խմբակցության ավականու անդամները փաստաբանի ու լրագրողների ուղեկցությամբ գնացել են Գյումրու ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ահազանգում էին, թե օրենքի խախտում է եղել։ Ավականու անդամներից մեկը դիմում է ներկայացրել լիազորությունները դադարեցնելու համար։ Ըստ փաստաբանի ժամկետները անցել են, բայց հանձնաժողովը նիստ չի գումարել։ Տվյալ անդամի լիազորությունները չի դադարեցրել։ Մանդատը քաղաքական ուժի հաջորդ համարին չի հանձնել։ Շուրջ 2 օր հետո, կարծես 23-ին ապրիլի, աշխատանքային օրվա ավարտին 17:50 րոպեին շատ ավելի կոնկրետ, Կարեն Հրայրի Բադալյանը նոր դիմում է ուղարկում էլեկտրոնային փոստի միջոցով համայնք, ասելով, որ հրաժարվում է իր դիմումից, ցանկանում է շարունակել պաշտոնավարումը եւ ուշադրություն երկրորդ մասը կամ երկրորդ դիմումը, որ ցանկանում է դուրս գալ մեր քաղաքը խմբակցությունից։ Այս երկրորդ դիմումը, որ ավականու անդամը ներկայացրել է, այսպես ասենք, նախորդ դիմումը անվավեր ճանաչելու, բայց քաղաքական ուժից դուրս գալու ու անկախ ավականու անդամ լինելու խնդրանք է։ Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել, կատարվածն այսպես է ձևակերպում փաստաբանը։ Շարունակում է, ոչ տիմ, ոչ ընտրական օրենսդրությունը չի սահմանում սեփական դիմումից հրաժարվելու որևէ մեխանիզմ։ Կա մտավախություն, որ այսօր էլ ստեղ հնարավոր է կա այդ հույսը, որ հայցի ապահովման միջոց կիրառելու կամ մեկ այլ եղանակով կփորձեն դատարանի որոշման միջոցով անվերջ ձգել այս վիճակը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, քանի որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու քաղաքապետարանից 2 օրվա ընթացքում ստացել է 2 արձանագրություն, մեկը լիազորությունները դադարեցնելու, մյուսը չդադարեցնելու մասին, դիմել է քաղաքապետին եւ խնդրել է հստակեցնել, թե որ դիմումն է հիմք ընդունվելու։ Ինչ վերաբերում է ավականու անդամի վրա ճնշումներ իրականացնելու, վերջինիս իրենց շարքերը տանելու ընդդիմադիրների կասկածներին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը ասում է, իշխող ուժը գործընթաց հետ որևէ կապ չունի։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ որևիցե կապ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի եւ ասեմ ավելին ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ Գյումրեցին իր ընտրությունը կատարել է, մենք Գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ։ Ընդդիմություն, իշխանություն հերթական բախումն առաջացրած ավականու այս անդամի ճակատագիրը ինչպես կդասավորվի, նա կմնա որպես անկախ ավականու անդամ, թե պարզապես մանդատը կփոխանցի հաջորդ համարին առաջիկա նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կորոշի։
Հնդկաստանի ռազմածովային ուժերը եւ պաշտպանական հետազոտությունների զարգացման կազմակերպությունը հաջողությամբ փորձարկել են բազմաթիրախ ստորջրյա ռազմածովային ական։ Այս մասին հայտնել է Հարավասիական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Ականը պատրաստ է շահագործման ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարը մեկնաբանելով ականի փորձարկումը ընդգծել է, որ այն ել ավելի կբարձրացնի Հնդկաստանի ռազմածովային ուժերի հնարավորությունները ստորջրյա պատերազմում։ Հարվարդի համալսարանը չի ստանա նոր դաշնային հետազոտական դրամաշնորհներ, քանի դեռ չի կատարել Թրամփի վարչակազմի պահանջները։ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննադատել է համալսարանին ԱՄՆ կառավարության տրամադրած ազատ շուկայական համակարգից օգուտ քաղելու, բայց միևնույն ժամանակ ուսանողներին կառավարությանն արհամարհել սովորեցնելու համար։ Բացի այդ, իշխանությունները համալսարանին մեղադրում են հակասեմականության համար, համալսարանի պատերի ներսում Պաղեստինին աջակցող ակցիաներին արգելելու մերժման պատճառով։ Կենտրոնական բանկի խորհուրդը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով այն 6.75%։ 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը արագացել է մարտին կազմելով 3.3%։ 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է, պահպանվելով դեռևս թիրախից ցածր 2% մակարդակում։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունը դանդաղել է, առկա են գնաճային ռիսկեր։ Կենտրոնական բանկի նախագահը տնտեսական աճի համար կարևոր հանգամանք է նշում։ Պիտի կենտրոնացումը լինի կառուցվածքային փոփոխությունների վրա։ Դա ընդհանուր աքսիոմատիկ ճշմարտություն երևի կասեմ, որ միջին եկամտային կամ միջին բարձր եկամտային խմբի երկրների համար, եթե դուք մտածում եք աճի հեռանկարի կամ աճի կետերի մասին, որոնք կարող են ձեզ երկարաժամկետ կայունաճ ապահովել, ապա կառուցվածքային բարեփոխումները դրանք առանցքային են։ Բանկային զեղծարարությունների թեման շարունակում է ակտուալ մնալ, պատասխանատու պետք է լինի այն մարմինը, ում դաշտում խնդիրն է։ Գալստյանը հստակ է ձևակերպում, բայց միևնույն ժամանակ ասում է, իրականում հեշտ չէ պայքարել զեղծարարությունների դեմ, երբ ամեն օր նոր պրոդուկտներ են ի հայտ գալիս։ Կենտրոնական բանկը այս պահին խորքային ուսումնասիրություն է իրականացնում 3-4 բանկում։ Մարտին Գալստյանի տեղեկությամբ բանկեր կան, որ սառեցրել են զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների անուններով ձևակերպված վարկերը։ Հանրապետությունում օրենքի խախտումներով վարկերել են տրամադրվում։ Կենտրոնական բանկում տեղյակ են խնդրի մասին, տեղեկացրել են իրավապահ մարմիններին։ Կենտրոնական բանկը ունի 7500 աշխատող, որոնք որ կարող են այդ 7500 պրոդուկտները նայեն։ Կենտրոնական բանկի բանկերի վերահսկողության բաժնում մի տասնյակին մոտ մարդ ընդամենը աշխատում, որոնք որ զբաղված են բանկերի վերահսկողությամբ, պրոդուկտներով եւ այլն։ Այսինքն խնդիրները մենք հասկանում ենք, փորձում ենք հնարավորինս արագ լուծումներ տալ, բայց այդ զարգացման տրայեկտորիայի հետևից նպատակադրել ու գնալ մի քիչ դժվար է։ Աշխարհաքաղաքական անորոշությունն ու Միացյալ Նահանգների հարկաբյուջետային քաղաքականությունը կարող են ազդել թե տոկոսադրույքների, թե համաշխարհային գնաճի վրա։ Չի բացառվում նաև Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի վրա երկրորդական սանկցիաների կիրառումը։ Հայաստանն ու Ռուսաստանը տնտեսական բազմաթիվ օղակներով կապված են իրար ու հետևանքներ մեր երկրի համար ամենայն հավանականությամբ կլինեն։ Ու այդ սցենարի ներքո էլ մենք մտածում ենք ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այդ տիպի սցենարներ լինեն, այսինքն ինչքան խիստ սանկցիաներ կլինի, սանկցիաների նոր փաթեթը կվերաբերվի օրինակ Ռուսաստանից Հայաստան եկող էներգակիրներին։ Արդյոք մենք կարող ենք հրաժարվել էներգակիրներից, թե օրինակ Հայաստանին լայսենս կտրվի, այսպես ասած, որից կթույլ տրվի, որ մենք օգտվենք, որովհետև դա մեր համար կենսական է։ Հաշվի կառնվեն այդ սպეციფիկաները, թե չէ։ Կենտրոնական բանկի խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար։ 9 ժամից ավելի կեղտաջրերը ողողել են Արտաշատի խճուղու մոտ 2 կիլոմետրանոց հատվածը։ Կարշահոտը մի քանի 100 մետրից է զգացվում, իսկ երթևեկությունն այդ հատվածում դարձել է անկառավարելի։ Սա Շենգավիթի վարչական տարածքն է։ Ասում եմ մինչև Գայպոստ, Արարատի մարզ։ Խնդրի մասին տեղեկանալուց հետո Տիգրան Ավինյանի հանձնարարականով Կամո Արեյանն է կապ հաստատել Veolia ջուր ընկերության պատասխանատուների հետ։ Խոստացել են կարճ ժամանակում վերացնել խնդիրը։ Հակասանիտարական վիճակ է նաև Մալայցիայում 6 ամիս է կեղտաջրերը ողողել են Շուշանի Կուրղինյան փողոցի 15 շենքի տարածքն ու բակը։ Կոյաջրերը կուտակվում են բակում, լցվում նաև տներ։
Որդեր, մոծակներ, ես կենթանիները շները ջուրը խմում են, այդ երեխեքին։ Ամենալարանքի ջուրը դուրս է գալիս, շորը գցել են։ Քանդայս ներծծվում է։ Նայ, բաղնիկի պատից, ամբողջ պատը բորբոսներ չգիտեմ, ես քանդվելու է վրեքներս։ Տրապից սա դուրս է գալիս, շոր են մտցրել մի կետ, որ հենա երևի 50 դույլ պես դատարկել են հանել են դուրս։ Իգերից վիճակա, ոչ կարողանում եք լողանալ, ոչ կարողանում եք լողած կանել, սրս չի։ Դիտահորերը լցված են, ասում են բնակիչները, հավելում կեղտաջրերը ողողել են ամբողջ շենքի բակը, հասնում են նաև հարևան շենքեր, լցվում սեփական տներ եւ ոչ միայն։ Օրերը տաքանալուն պես մոծակներն են ավելացել։ Հետևում շենք կա, 17 շենքը, նրանց գոյուղագիծը նորից միացրել են մերի հետ, այնտեղ ինչ որ քանդաստեղ ունի, ինչ ունի, սկսվում է այնտեղից երկու շենք այդ մի գծի վրա հնարավոր չէր կարելի անել։ Ես երբեմն մտածում եմ, որ մենք Հայաստանի սահմաններից դուրս ենք գտնվում, ինչ Մալազիայի մասին է խոսքը։ Լուսամուտ չեք կարասկի բացեկանք։ Ինչ լուսամուտի մասին է խոսքը, հիմիկվանից մեր տները մտեք նայեք այդ մոծակները, մեկուց միսօր սա մալարիայի բուն է։ Կատարյալ մալարիայի բուն է։ Իսկ հարևանությամբ գտնվող մանկապարտեզի նախկին շենքի տարածքն էլ մինի աղբավայրի է վերածվել։ Սա էլ համապիրությանն է պատկանում, կամ մանկապարտեզը տեր ունի, տիրական ունի, թող բարի լինի, որոշ սանիտարական միջամտություն ցույց տան, ուղղակի միջամտություն։ Մենք այստեղից ոչ մի բան չենք ուզում։ Երևանցիները վստահ են գոյուղատար ցանցը փոխելու դեպքում խնդիրը կլուծվի ու հենց դրա համար պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում։ Մտավախությունն են, որ գոյաջրերը կարող են խառնվել խմելու ջրին։